Տելսել վճարային համակարգի ներդրումից հետո Երևանի ավտոբուս ընկերությունում 256 վարորդ ենթարկվել է կարգապահական տույժի, նկատողություն կամ խիստ նկատողություն կանգառում չկատարելու համար։ Այս մասին Արմլուրեյմի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Մեզ նաև փոխանցեցին, որ Երևանի ավտոբուս ընկերությունում որպես կարգապահական տույժ աշխատավարձից պահում առհասարակ չի արվում։ Ընկերությունում նաև ուղևորձի վճարումը չվերահսկելու և կանգառում չկատարելու համար աշխատանքից որևէ մեկը չի ազատվել, հայտնեցին քաղաքապետարանից։ Միևնույն ժամանակ քաղաքապետարանը ներկայացրել է վերջին ամիսների տվյալները, նշելով, որ վճարումների աճ է արձանագրվել։ Մասնավորապես մարտին գրանցվել է 10 միլիոն 231 հազար 704 վավերացում, հավաքագրվել է 1 միլիարդ 255 միլիոն 801 հազար 760 դրամ հասույթ, իրականացվել է 3781 ստուգում, կազմվել է 359 արձանագրություն։ Ապրիլին վավերացումների թիվը հասել է 12 միլիոն 635 հազար 595-ի, հասույթը 1 միլիարդ 592 միլիոն 799 հազար 760 դրամի, իրականացվել է 13,613 ստուգում, կազմվել է 279 արձանագրություն։ Իսկ մայիսին արձանագրվել է արդեն 13 միլիոն 657 հազար 219 վավերացում, հավաքագրվել է 1 միլիարդ 710 միլիոն 622 հազար 30 դրամի հասույթ, իրականացվել է 35,442 ստուգում, իսկ կազմված արձանագրությունների թիվը կազմել է 602։ Արմլուրեյմին նաև փոխանցեցին, որ վավերացումների աճը պայմանավորված է ոչ միայն վարորդների ներգրավվածությամբ, այլև հսկողության ուժեղացմամբ։ Հատկանշական է այն, որ չի իրականացվել հստակ հաշվարկ, թե ուղևորձի չվճարման հետևանքով ընդհանուր առմամբ որքան ֆինանսական վնաս է կրել քաղաքային տրանսպորտի համակարգը, այն պատճառաբանությամբ, որ վնասի չափը հնարավոր չէ հաշվարկել, քանի որ չվճարողների հստակ թիվ հայտնի չի եղել։